Հայաստանում քաղաքասարակության կառույցների թափանցիկությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ձգտում ավելի լավ ապագայի համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում Strive ծրագիրն ամփոփում է 3,5 տարվա աշխատանքի արդյունքները։ Strive ծրագիրը ընդհանուր առմամբ տրամադրել է ենթադրամաշնորհներ, 106 ենթադրամաշնորհ տրամադրել է 96 քաղաքասարակության կառույցների և ոչ ֆորմալ խմբերի։ Այս նախաձեռնությունների միջոցով կազմակերպությունները իրականացրել են իրենց ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղված գործողություններ, ինչպես նաև իրականացրել են համայնքային և հատկապես արցախցիների կարիքներին ուղղված ծրագրեր։ Ծրագրին մասնակցել են տարբեր ոլորտներում գործող ՔՀԿ-ներ, երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող և այլ անձանց խնդիրներով զբաղվող։ Մի քանի նախաձեռնություններում ակտիվ համագործակցություն է ձևավորվել դիմերի հետ և քաղաքասարակության կառույցները ոչ թե միայնակ, այլ նաև այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, այդ թվում համայնքապետարանների ներգրավմամբ համատեղ մշակել են և իրականացրել են ծրագրեր։ 2022-ին մեկնարկած ծրագիրը ֆինանսավորել է Եվրամիությունը, իրականացրել Նեֆ Բելգիա կազմակերպությունը տեղական 4 գործընկեր կազմակերպությունների հետ։ Քաղաքացիական հասարակության հետ գործակցությունը Եվրոպական միության առաջնահերթություններից է։ Մենք աջակցել ենք մի շարք նախաձեռնությունների, սակայն այս մեկը առանձնանում է նրանով, որ հնարավոր է դարձել իրականացնել բազմաթիվ ծրագրեր։ Կարծում եմ, սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ հասարակության զարգացման, այլև երկրի ժողովրդավարական առաջընթացի համար։ 34 ՔՀԿ իրականացրել է արտակարգ իրավիճակների հետևանքները մեղմող 40 ծրագիր, 31 նախաձեռնող խումբ սոցիալական ինովացիոն 15 ծրագիր, 8 ՔՀԿ և մեդիա կազմակերպություն մեդիա գրագիտության ծրագրեր։ Հայաստանի խուլերի միավորումը շահառու կառույցներից է։ Մարզերում ու Երևանում ստեղծել են կենտրոններ, որոնք օնլայն և օֆլայն սպասարկում են լսողության խնդիր ունեցողներին։ Լսողության խնդիր ունեցող անձինք, եթե այցելում են որևիցե հաստատություն, պետական կամ ոչ պետական հաստատություն եւ անհրաժեշտություն է լինում ապահովել ժեստերի լեզվի թարգմանչի ներկայությունը, մենք դա իրականացնում ենք, բայց այն վայրերում, որտեղ պարտադիր չէ ֆիզիկական ներկայությունը, հեռավար զանգերի կենտրոնը լուծում է այդ խնդիրը։ Շուրջ 1900 քաղաքացի մասնակցել է վերապատրաստման և մենթորության դասընթացների, 1000 կամավոր իրազեկվել է ակտիվ քաղաքացի լինելու մասին, իսկ 7 ուսումնական հաստատությունում ներդրվել է քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ ակադեմիական մոդուլ։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։